Շիրակի մարզի հրշեջ փրկարարական ջոկատները նախ վերապատրաստման դասընթացների են մասնակցել, որի շրջանակներում նրանց ընդհանուր պատրաստվածությունն է գնահատվել, ու նաև այն, թե այլ կառույցների հետ հրշեջ փրկարարների համագործակցությունն ինչ մակարդակի վրա է գտնվում։ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետն ասում է, թե բնական աղետների կամ արտակարգ պատահարների ժամանակ կարևորվում է արագ արձագանքող խմբերի համատեղ աշխատանքը։ Ներկայումս դրան են ձգտում հասնել մարզի փրկարարները։ Ինչ էլ որ լինի, միշտ քիչ է, ինչքան շատ լինի, այնքան լավ, որովհետև մենք միշտ պետք է կարողանանք հնարավորություն ունենանք եւ գիտականորեն, ետեսականորեն պատրաստված լինենք եւ գործնական ինչ գործիքներով ամեն ինչով, որովհետեւ կարողանանք դիմակայել բոլոր տեսակի այդ աղետներին։ Փանիկի առողջության կենտրոնի տնօրենը մեծ հետ զրույցում պատմեց, որ վերջերս է փրկարարների հետ մասնակցել վերապատրաստման դասընթացների։ Ասում է, թե հիվանդանոցային պայմաններում ու արտակարգ իրավիճակներում աշխատանքը բոլորովին տարբեր է եւ սովորելու շատ բան կա։ Այդ պատճառով ըստ նրա հարկավոր է, որ համագործակցությունն ամրապնդվի։ Աշխատանքի լրիվ կազմակերպումը ճիշտ ժամանակին ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի տուժածներին առաջնահերթ բուժօգնությունը ցույց տալ, կյանքի վնասող պայմանները վերացնել, փրկել տուժածի կյանքը։ Սա է առաջնահերթը։ Հիմա մարզի հրշեջ փրկարարական խմբերն ունեն նաև նման ժամանակակից տեխնիկա սարքավորումներ։ Մնում է լրացնել գիտելիքների պակասը, որպեսզի դրանք գործնականում ավելի կիրառելի դառնան, նշում է Արթիկի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարը։ Ճիշտ է, հասնում ենք ուսումնավարժություններ, թեմատիկ դասընթացներ, բայց այսօրվա դարությամբ պետք է գիտելիքներին շատ աշխատանքներ տարվի, որովհետեւ տեղանները բոլոր սարքավորումներով կարողանան աշխատել։ Արթիկում վերջին տարիներին լուրջ խնդիր համարվում է աշխատակիցների պակասը, ինչ պատճառով շատերի համար նախընտրելի չէ փրկարարի մասնագիտությունը։ Աշխատանքն է բարդ, աշխատավարձի խնդիր կա, թե պատճառն այլ է, հարցրեցինք ոլորտի մասնագետներին։ Այսօրվա դարությամբ բոլորը արտագնա աշխատանքի են, հիմնականում ջահելները, երիտասարդները։ Մեր աշխատանքն է մի քիչ դժվար է, համալեր ենք։ Փրկարարը հոգով է փրկարար, փրկարարը իր արյունով է փրկարար, փրկարարը իր ամեն ինչով է փրկարար։ Մենք կյանքի գնով մեծ աշխատանք ենք տանում։ Ինչքան մեր աշխատավարձը բարձրացնեն, այնքան քիչ է էլի։ Վերջում փրկարարական վարչության պետը տեղեկացրեց, թե Շիրակի մարզի մի քանի համայնքներում ստեղծվել են արագ արձագանքման հատուկ խմբեր, որոնք արտակարգ դեպքերի ժամանակ գործի են անցնելու, սակայն այդ խմբերի անդամները եւս վերապատրաստման կարիք ունեն։ Հերմինե Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս։